Ինչպիսի դերակատարություն ունի հայ հեղափոխական դաշնակցությունը հայաբնակ տարբեր երկրներում։ Դեկտեմբերի 3-ին Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում այս թեմայով կազմակերպված կլոր սեղանը վարում էին Արցախից, Իրանից, Լիբանանից, Հայաստանից ժամանած այդ երկրի խորհրդարանի պատգամավորները։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Լիլիթ Գալստյանը Հայաստանի Հանրապետության հայ հեղափոխական դաշնակցության վերջին տարիների գործունեությունը բաժանեց երկու հիմնական փուլի՝ խորհրդարանական դաշինքի կազմում եւ որպես ընդդիմություն։ Գալստյանը կարևորեց հայդուկական արձանագրությունների գործընթացում դաշնակցության կարևոր դերակատարությունը։ Նա նշեց, որ ինչպես նախկինում կուսակցության առաջնահերթությունները մնում են սոցիալ-տնտեսական, քաղաքացիական, հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության եւ Արցախին վերաբերող հարցերը։ Ամեն անգամ երբ Սփյուռքում եմ լինում, մեջս նորոգվում եւ վերանորոգվում այն զգացողությունը, որ մենք ինչքան հզոր ենք, որքան ուժեղ ենք մեր միասնականության մեջ, մեր հայկականության մեջ, մեր արմատի մեջ եւ գիտեք, այս դահլիճում նայում եմ դահլիճի եւ հեռվից ինձ թվում էր, որ եթե չիմանայի, որ Միացյալ Նահանգներում եմ, շատ սովորական հայկական սրահեր, նույն հայկական մտահոգությամբ, նույն հայկական աչքերով, ապագայի, հայրենիքի ապագայով շատ մտահոգ եւ ես որպես քաղաքական մարդ ամեն վարքյան մտքիս մեջ մի բան էր զարկերակում, որ Իրանի կարողանան կառուցել այնպիսի Հայաստան, այնպիսի հայրենիք, այնպիսի պետականություն, որի քաղաքացին լինելու հպարտությունը ոչ միայն հայաստանցիներ ունենան, այլև սփյուռքահայ յուրաքանչյուրը իմանա, որ ինքը ամուր է, լրացուցիչ ամուր է, ուժեղ հայրենիքով։ Արմեն Սարգսյանը, ով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանում գլխավորում է հայ հեղափոխական դաշնակցության խմբակցությունը, ընդգծեց դաշնակցության առաջատար դերը Ղարաբաղի ազատագրման պայքարում եւ նշեց ներկայիս կարևորագույն խնդիրը՝ Ղարաբաղի պետականության պահպանումը։ Արցախի անկախության առաջին օրվանից ի վեր դաշնակցությունը Արցախում կար։ Եվ Արցախում դաշնակցության ազդեցությունը կարող եմ ասել անգնահատելի է։ Ներկայումս եւս 2010 թվականին դաշնակցությունը եւս Արցախում մեծ ազդեցություն ունի։ Խնդիրը նրա մեջ է, որ ինքը ակտիվորեն մասնակցել է խորհրդարանական ընտրությունների եւ մեր կողմից առաջարկվել է շատ հետաքրքիր մի ձև քաղաքակիրթ պայքարում ընթանան ընտրությունները։ Եվ կարող եմ ասել, որ դաշնակցությունը հանդես եկավ կյանքի բնագավառի բոլոր ոլորտներում իր ծրագրերով։ Սա երևի առաջին անգամ մենք հնարավորություն ունեցանք խաղաղ պայմաններում ոչ միայն հայրենասիրական գաղափարներով, այլ սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում ներկայացնել մեր ծրագրերը։ Գևորգ Վարդանյանը Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում ներկայացնում է հայկական համայնքը։ Նա անդրադարձավ հայերի պատմական դերակատարության Իրանում, ինչը շարունակում է ունենալ բարերար ազդեցությունը երկրի սոցիալական զարգացման եւ տնտեսական բարգավաճման գործում։ Դաշնակցության պահանջները, ինչպես մյուս Սփյուռքի մյուս գաղթօջախներում, բնական է, որ հայապահպանման եւ հայեցի դասերակցության հունով Հայաստանի անկախ հանրապետությանը օժանդակելու եւ նրա կայունացման ձգտելու պահանջներն են, որ տարբեր գաղթօջախներում այդ գաղթօջախներին համապատասխան իրականությունների լույսի ներքո աշխատում են դրանք իրականացնել, բնականաբար միշտ հիշելով, որ իրենց ծննդավար հայրենիքը իրենց ծնած երկիրն է եւ իրենք որպես այդ երկրի իրենց ծնված երկրի պաշտոնական քաղաքացիներ պարտավորություններ ունեն այդ հայրենիքի նկատմամբ։ Լիբանանի կառավարության նախկին նախարար Շահեբ Բարսումյանը ներկայացրեց հայ համայնքի դերը Լիբանանի քաղաքական կյանքում։ Բարսումյանը ընդգծեց նաև քաղաքացիական պատերազմի ընթացքում Հոհիդայի աջակցությունը ոչ միայն լիբանանյան համայնքի անվտանգության պահպանման գործում, այլև հակառակորդ կողմերի երկխոսության ընթացքում որոշակի դեր կատարելու մասին։ Վերջում ներկաներին հնարավորություն տրվեց իրենց հարցերն ուղղել հյուրերին։ Հայը միշտ ուրա լա պետք է նախանցախնդիր գլա իր հարցերուն հետապնդման մեջ, հայաբահմանման մեջ, հայ համայնքը, 7 մեծ համայնքներեն մեկը կնկատվի այսօր եւ միշտ ներկայություն ենք ըլլա խորհրդարանի մեջ, ըլլա գազմված կառավարություններու մեջ, ունենք պետական պաշտոնեություն։ Պատգամավորների եւ մշակութային գործիչների հետ հանդիպում էր հրավիրված դեկտեմբերի 7-ին հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան շրջանի կենտրոնական կոմիտեի շենքում։ Խորհրդարանականներին էր միացել Հրար Մարոխյան հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը։ Ներկաների հետ զրույցի ընթացքում քննարկվեցին երկրի օրենսդրական համակարգում դաշնակցության ազդեցության, Արցախի հայապահպանման, աշխարհակերության դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Բանախոսները շեշտեցին, որ լուծումները արդար ընտրությունների կազմակերպման եւ հայրենիքի արժանապատիվ քաղաքացու զգացողությունն է, որոնք պետք է օգնեն հաղթահարելու հանրապետության հիմնական խնդիրները։ Անի Թաթևոսյան, Օնիկ Գյուլեզյան, Կոկո Սարգսյան, Հորիզոն հեռուստաընկերություն։